Եվ ես ջահելներին խորհուրդ եմ տալիս, որ գնում եք աղջիկ ուզելու, նայեք, տեսեք տան մեջ տղամարդը իր դերումը, կինը իր դերումը, թե հակառակն է, թե հակառակն է, թողի գնացեք։ Ամեն մեկ իր գործը իր ունենա։ Ձեր ընտանիքի մասին պատմեք, դուք իմ հարցը կանխեցիք, ձեր ընտանիքը ձեր ակտիվ, առողջ, այսպես ասած, կենսակերպ ինչպես է վերաբերում, վարակվում են ձեզանից, թե ինչպես ասացիք, չեն խրախուսում։ Չէ, օրինակ տղաս երկու տղա ունեմ, մեկը Մոսկվայում է, մեկը ստե։ Այն Մոսկվայի տղաս երկուսն էլ մեր Կրուպսկայի դպրոցը ավարտեցին, եւ ես իմ տղային որ տարա Կրուպսկայի դպրոց ընդունել տվեցի։ Եկա մեր այդ միտքի կար մեր բաժնում մի հատ բանա ամուսինը հայ ինքը ռուս այդ կինը ռուս։ Միջև մի զանգ ենք տալի իրար էլի։ Ասեց որ դպրոցը տարաս ասма քու տղայի թևերը կդրեցիր։ Ասի գիտես ինչ կա։ Իմ տղաս ոչ տունգուս է ոչ չեչենա, ոչ ես գիտեմ նենեա, ոչ ես չուկչի է, իմ տղաս հայերեն էլ լավ կիմանա, ռուսերեն էլ լավ կիմանա, անգլերեն էլ լավ կիմանա։ Այն առումով որ հայկական դպրոց եք տարել։ Հա, բա, ասма թևերը կտրեցիր, ասма, նես վերեսման եղավ, պատվից կապավ, ո՞նց է հայ Կրուպսկայի դպրոցը առաջ կոչվում էր ցուցադրական դպրոց։ Ես որ երեխա էի այդ դպրոցը կոչվում էր ցուցադրական դպրոց, հետո դառավ Կրուպսկայի, հետո էլ Աղբալյանի անվա, բայց իմ երկու տղերքս էլ եւ տղերքս էլ եւ թորներս էլ ավարտեցին այդ Կրուպսկայի եւ Աղբալյանի դպրոցը, նույն դպրոցը։ Պարոն ջան, ձեր թորների հետ ձեր հարաբերությունների մասին պատմեք, եթե չեմ խաղ ձեր անունը կրող թոր ունեք։ Հա, մեծը Ռոլանդն է, որը որ մի տարի կես առաջ ամուսնացրել ենք Ռոլանդին, նա գնացել է տնից, իսկ այն որից բերեց այսօր տղասու այդ թորս բերեցին։ Դա ուրեմն քարորային մասնակցած տղա Ջաբրայելում էր ինքը։ Ես մեծ թորսա, որը որ էլի բանակում այդ Ռոլանդա, որ ամուսնացել է, նա տարիքես ամուսնացել է, այս արեգա, այս Ջաբրայելում իրան բլինդաժ առաջ, որ ընդեղ մեծ կռիվներ եղավ Ջաբրայելում, ընդեղ այն քարորիայի ժամանակ, ուրեմն սրանք երկու շաբաթ դիրքում են ըլլում, հետո իջնում են, իրանց տեղը գալիս են մյուս խումբն գալի երկու շաբաթ, այս իրան դիրքում ինքը երկու շաբաթ անց են կացրել, իջել են, մինչև եկել են իրան զորամասորդ երկու շաբաթ հանգստանան, խփել են թուրքերը խփել են բան, որտեղ այս նրանց ամիջապես հետ են տարել, բայց չեն կարացի արդեն իրանց բանին դիրքին մոտանան, անցել են էմի կոմիս են խփել։ Ու այտենց հրաշքով հետ է եկել։ Հրաշքով, մի օր անցյալ տարի մի օր, այդ ուղղությամբ չեն խոսում հետա։ Ինքը քիչ խոսածող երեխա է, ինքը ճարտարապետ է։ Ձեր գործը այդ թորն է շարունակում։ Չէ, իմ երկու թորներս էլ երկուսը ինժեներ են, մեկը ճարտարապետ է, մեկը ինժեներ է, որը որ իմ մասնագիտությունից է, բայց իհարկե ավտոմատ պաշարատուշենի չի անում, ես եմ անում։ Ես էի անում ավելի ճիշտ։ Մասնագիտական հարցեր քննարկում եք նոր սերնդի հետ։ Իրենք կիրառում են տեխնոլոգիաներ, որ ձեզ համար նոր են ու հետաքրքիր, մտածում եք այն թվերին լիներ օգտակար կլներ։ Չէ, ես մի քիչ սենց եմ մտածում, որ սրանք որ պետք է կիրառեն հլա, այնքան բան կա իրանց սովորելու, շատ բան կա սովորելու, իրանց ջահելներից կան, որոնք որ մի բան իմանում են դա ամբողջն է, բայց կոմպլեքսը մեծ փորձ երկարամյա փորձ պետք է լինի, որ իմանաս գինուգործարանը ինչ անես, ավտոգործարանի համար ինչ անես, պարլամենտի շենքի համար ինչ անես, որ ասում այդ համալական դատարանի շենքի համար ինչ անես, որն է սա անցակացրել է իմ մոտով անցկացրած բան է։ Չասեցիք դրանց մասին։
Այդ բոլոր պետական կառույցները փաստորեն բոլորի ենթակառուցվածքների մասնակցել եմ ես Մատենադարանին հին շենքի Մատենադարանի նոր շենքը արդեն Մեշչյան Արտուրը անեց, բայց հին շենքը Մար Գրիգորյանը արեց, ես էլ այնտեղ այդ համ իմ ջրահեռացում, ջրամատակարարում անձրևաջուր, բացի դրանից էլ ավտոմատ պաշարտուշենի ես նախագծեցի։ Պարոն Ջանյան, եթե հետահայաց նայեք ձեր կյանքին, կա մի բան, որ կուզենայիք փոխել, խմբագրել։ Գիտեք, ես միջև իմ էլ զարմացած եմ, ես նատուրայով երիտասարդ ժամանակ նստակյաց չէ դպրոցում ամեն տարի ինձ տանում են դիրեկտորի մոտ։ Հիմի որ ես որպես անկարգ, որ մամաս էլ ուսուցչու էր, մամաս գալիս էր աղբորս համար գովում էին, ինձ համար խայտարակ էին անում։ Մինչև ես հետ եմ, ինչքան էլ մեր Շամյան դպրոցի մոտով անցնում եմ, ասում եմ, ես ինչ էի անում, որ ինձ տանում են դիրեկտորի մոտ։ Ինչ անկարգություն է անում։ Լավ սովորում եք գոնե։ Չէ, լավ չէ, սովորում եմ ես դες էլի, որ ասում գերած չէ դա, ինչ սովորել ես բան։ Պարոն Ջանյան, մեր փի ժամանակներ էր։ Խնդրում եմ, որ անձնականն էլ անդրադառնաք։ Դուք ձեր կնոջի հետ քանի տարի եք համատեղ ապրել եւ այդ երկարակեցության այդ առումով երկարակեցության գաղտնիքն էլ ասեք։ Կնոջս հետ հորթիվներ։ Կինս էլ մեր ինստիտուտում էր աշխատում, պրոմպրոյեկտում, ինքը էլեկտրոբաժնում էր աշխատում այն ժամանակ, բաներ, գլխավոր մասնագետ եւ բաժնի պետի տեղակալ։ Այդ նախագծող ենք, նախագծերի մասին տանը մեկ խոսում էինք, բայց դե որ մեր պրոֆիլները տարբեր էր, շատ քիչ էինք խոսում, ինչ էինք խոսում։ Կարող քիչ շփվելն էր գաղտնիքը երկար համատեղ կյանքի, քանի տարի եք միասին ապրել։ Մինչև մեր ապրում ենք։ Դե քանի տարի է ստացվում, քանի տասնամյակ։ Այդ թորս 64 թվին, 62 թվից։ Տարեդարձերը չեք նշել։ Ստացվում է 50-ն ավել տարի, հա, 50։ Շատ 60, ինչ ես խոսում։ Որն է գաղտնիքը համատեղ երջանիկ կյանքի։ Որ ընտանիքի մեջ ամեն մեկ իր տեղում լինի։ Տղամարդ տեղում լինի, կինը կնոջ տեղում լինի, երեխա, թոռը տեղ։ Այսօր ձեր առօրյան ինչպես է անցնում, ինչպես եք ձեր կյանքը հետաքրքիր հագեցած դարձնում։ Իմ կյանքը մարզանքն է հիմա։ Մարզանքն է, որ այս ոտերը sense չէր, զբոսանքներ, գնում եմ ես ապրում եմ բանի Ազբեկովի Սախարովի հրապարակի մոտ, այս դոմ ժուրնալիստը կա, այդ դրա նախագծման էլ ես մասնակցել եմ, մեր ինստիտուտը արեց նախագիծը, և այդպես միշտ գնում էի միջև կասկադում իքչել լստում էի, հետո վերադառնում էի, հիմա այդքան չեմ գնում, բայց այսքան օր կգնամ արդեն։ Գարունը բացվի։